Գալստյանի կենսագրությունը ներկայացնելիս կարծես կենսագրությունից մի կետ եք բաց թողել, որ նա կոմսոմոլի քարտուղար է եղել, եթե այդպես է, ինչ է այս կետը բաց թողնվել, որովհետև դա հանրային քաղաքական կյանքում մարդու էլի ինչ-որ մի նշանակալի իրադարձություն է։ Երկրորդը երեք դեռ հայտնի չէր, որ Տիկին Գալստյանի թեկնածությունը պետք է առաջ քաշեք։ Ես երկու դրվագ նկատեցի իր մասնակցության, որը կուզեմ մի հատ քննարկենք միասին։ Տիկին Երեմյանը դուրս է գալիս ելույթի եւ դիմում է Տիկին Գալստյանին, Տիկին Գալստյանը արհամարական կերպով բաժակը վերցնում է եւ դուրս է գալիս դահլիճից, այն դեպքում, երբ որ Տիկին Երեմյանը դիմել էր իրեն եւ իրեն էր պատասխանում։ Երկրորդ դրվագը Տիկին Թաքուի Ղազարյանի դեպքում էր, երբ որ էլի Տիկին Թաքուի Ղազարյանը դիմեց Տիկին Գալստյանին եւ Տիկին Գալստյանը նույն արհամարական վերաբերմունքով ֆրաց եւ սկսեց զրուցել Տիկին Աննա Գրիգորյանի հետ։ Հիմա այս հանձնաժողովը մի քիչ սպეციფիկ է, որտեղ մարդիկ պետք է հարաբերակցվեն երևի այլ մակարդակում եւ ինքն էլ որպես թեկնածու եւ նաեւ եթե ընտրվի հանձնաժողովի նախագահ պետք է փորձի որոշակի ներդաշնակություն ստեղծի հանձնաժողովում, որ եւ իր խոսքը անցնի եւ որոշումներն ընդունվեն։ Հիմա մի մարդ, ով այսպիսի վերաբերմունք ունի իր գործընկերներին, կարող է լինել հանձնաժողովի նախագահ։ Արոն Արությունյան, նայեք, իրականում սա քաղաքական հարթակ է։ Քեֆի սեղանի շուրջ չենք նստած, որ մեկը կենաց ասում, 3 հոգի չեն լսում, մենք էլ համարենք վայ առամարեցին, այդ կենացը չլսեցին։ Քաղաքական կեցված կա, որովե կոպիտ խոս չի հնչում։ Հիմա ես էլ օրինակ այս դահլիճում մարդիկ կան, որոնց ուղղակի ֆիզիկապես չեմ ցանկանում լսել եւ դուրս եմ գալիս դահլիճից։ Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանի Կոմսոմոլի Երևանի քաղաքոմի բաժնի վարիչ լինելու հանգամանքին, իրականում կենսագրությունը շատ մեծ էր, այս կենսագրությունը եմ կարդացել, բազմաթիվ դրվագներ զեղչել եմ։ Պարոն Արությունյան, նայեք, եթե դուք ծնված չլինեիք 79 թվականին, օրինակ ծնված լինեիք 69, 70 թվականին, բնականաբար դպրոցական կյանքում կարող է լինեիք կոմսոմոլ։ Վստահաբար լինելու է կոմսոմոլ, ենթադրում եմ դպրոցում լավ եք սովորել, կարող է լինեիք կոմսոմոլի քարտուղար։ Օրինակ ես մեր դպրոցի կոմսոմոլի քարտուղարն եմ, բայց այդ չէր խանգարում բազմաթիվ հարցերում լրիվ ուրիշ գիծ ունենալ։ Հիմա Տիկին Գալստյանը տարիքը չենք ասում, ընկեր Լիլիթ, քանի որ Տիկին Գալստյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, բնականաբար այդ պայմաններում հայտնվել է եւ շատ կարեւոր է։ Այսինքն ասեմ եթե չգիտեք, այդ ժամանակ դա շատ կարևոր պաշտոն էր։ Իդեպ ասեմ, 89 թվականի Երևանի քաղաքոմի պլենումն եմ հիշում, որին Տիկին Գալստյանն ներկա էր, որտեղ Արցախի հարցով հակառակ որ կոմսոմոլ էր բաներ, բանաձևեր են ընդունել։ Ամբողջ այդ պլենումը վերածվեց Արցախի հարցի։ Եվ այդ առումով արտառոց բան չկա։ Բայց քանի որ Այստեղ եմ ձեր հարցին եմ պատասխան, չեմ կարող չտրվել գայթակղությանը եւ անդրադառնալ։ Երեք դուք մի դարակազմիկ բան եք ասել։ Դուք ասեցիք, դե համալսարանում հոգեբարձուների խորհրդի նախագահան թողեցինք Գրիգոր Մինասյանին, բայց հետո տեսանք, որ վերցնում են, դրա համար մենք որոշեցինք վերցնել։ Բուերը տեսանք, բուերը վերցրեցինք։ Ընդ որում ավելին ասել, հանգուցյալ Արամ Սիմոնյանին գրեթե սրտի կատվածի հասցրեցիք, որտեղ ուզում եք ռեկտոր էլ փոխել, ոնց որ բազմաթիվ ռեկտոր փոխեցիք։ Հետո ասեցիք, լավ է, դատավորները ոնց որ ինչ որ բան են, ալաբուլային եկեք դատավորներին վերցնենք, դատարանները վերցնենք, եկակ 26 թվին, մեկ էլ ասիք այս ընդդիմությունը ոնց որ ուզում է կեղծի ընտրությունները, խի թողենք իրանք կեղծեն, եկեք մենք կեղծենք բրտնենք։ Շատ ժիլեզնի տրամաբանություն։ Շնորհակալ եմ։ Արձագանք Պարոն Մանուկյան, ուրեմն նույն կոմսոմոլը եղել է նաև 90-ականներին հանրապետականի ՀՀՇ-ի եւ մյուսների տեսքով։ Դուք անդամագրվել եք կամ դաշնակցել եք այդպես կազմակերպությունների։ Ես չեմ դարձել։ Դա իդենտիկ նույնն էր եւ դժվար թե 80-ականներին կամ 70-ականներին կոմիտական դառնան։ Երկրորդը, ձեր ասածի հետ կապված մի անեկդոտ կա։ Մի հարբած տղամարդու մեկը տեսնում է,
կներեք էլ այս գենդերային անեկդոտի համար, բայց պետքա պատմեմ։ Ասում է դու հարբած ես, ասում է բայց դու գեշ ես։ Ասում է դու հարբած ես, բայց դու գեշ ես։ Երրորդ անգամ երբ որ ասում է ես կոյաղանամ, բայց դու տենց գեշել կմնաս։ Հիմա մենք մեր սխալները ընդունում ենք, նույն բուհերի հետ կապված 2029 թվականին այդ հարցը վերջնականապես կլուծվի, բայց դուք նույն ձև գեշել կմնաք։ Պատասխանեք։ Արձագանքել։ Չունեք պատասխան, պարոն։ Ունեմ, ոնց չունեմ։ Ես Մի անեկդոտ անեկդոտ էլ դուք պատմեք։ չեմ սիրում պատմել, դրա համար անեկդոտով չեմ պատասխանի, շատ ավելի լուրջ կպատասխանեմ։ Գիտեք ձեր կեցվածքը ոնց է։ Ձեր 8 տարվա համար դուք ամեն օր ասում եք այո, սխալվել եմ։ Արցախի հարցում սխալվել եմ։ Այդ հարցում սխալվել եմ, այն հարցում սխալվել եմ, արտաքին հարաբերությունների հարցում սխալվել եմ, հռչակագրի հարցում սխալվել եմ։ Լավ, այգին որփի գլուխ չի է երգիրը, որ ցենց խոզելով գնակ ամեն անգամ ասի վայ ականջի ծայրից կդրել ենք, կներեք, մյուս անգամ չենք կդրի։ Հետո ասենք մյուս ականջին։ Որփի գլուխ չի է երգիրը։ Դրա համար ենք ասում գնացեք։ Շնորհակալ եմ։ Mēs նոր ենք եկել, պարոն Մանուկյան, ուր գնանք։